քաղաքը Դաշինքի Մարտուն Գրիգորյան։ Հանձնաժողովի նախագահը ասում է, որ կոնֆլիկտների մեջ եք ընկել, այդպես է, ինչ է կատարվել առհասարակ։ Կոնֆլիկտներ, ես չէի, կոնֆլիկտներ լավ կարելի է այդպես որակավորել, որովհետև խախտումներ էր տեղի ունենում, այնպես չի շատ մեծ նշանակալից խախտումներ էր լինում եւ այդ ոչ մեծ նշանակալից խախտումները փորձելով շտկել եւ նրանց ուղղություն ցույց տալ, դա համարում էին իրենք կոնֆլիկտ, ԿՊ-ական վստահված անձինք էին հարձակվողական ռեակցիա դրսևոր ցուցաբերում, հարձակվողական վարքագիծ դրսևորում, որը վերածվում էր բնականաբար կոնֆլիկտի։ Չէիք մասնավորապես նկատել ու ինչից էին հարձակում ԿՊ-ականները։ Նախապատմությունը այստեղից սկսեմ, որ դեռևս 8-15-20-ից ես տեղամասում եմ ու փորձում ենք իմիտացիա ստեղծել ընտրությունների, որը նոր է մի քիչ ստացվել։ Բացառապես նույնիսկ էս կարելի է համարել, որ իմիտացիա էլ չի, մի երկու հոգով մտնում էին ընտրախցիկ, հետո ինչ որ մեկը գնում էր, մեկը այս դափոնով թղթերը ձեռքը բոլոր քվեաթերթիկները դուրս էր գալի մի հատ ծրարը ձեռքը, ասում էին հետ գնա դիր տեղը հանձնաժողովի նախագահն էր գնում հասնում ընտրախցիկ, մեկը դուրս էր գալի ձեռքին բանը այդ քվեաթերթիկը բաց դնում էր ծրարի մեջ համար 1 իմիջայլոց քվեաթերթիկը ու համար 1-ը ԿՊ-ին է, ասենք որ մեր հեռուստադիտողների այո, ԿՊ-ի Սարիկին, ես նրան աննազգանով չեմ դիմում, Սարիկ եմ ասում։ Եվ այդպես այդ ամեն ինչը շտկելու արդյունքում բնականաբար կոնֆլիկտներ էր առաջանում, որը վերածվում էր երբեմն կռվի, փորձում էին լեզվակռիվ անել, նույնիսկ հանձնաժողովի նախագահը, երբ որ ես որոշ լրատվականների հարցազրույց էի տալիս, գալիս էր միջամտում էր իմ հետ բանավեճի մեջ էր մտնում, որ գոնե ասենք բանավեճ լավ կլինի, չգիտեմ, այժմ կռիվների մեջ էր մտնում ինձ հետ։ Ես փորձում եմ իրենց հասկացնել, որ ես չեմ եկել ձեր հետ կռվելու, եկել եմ, եթե չգիտեք ձևերը, բացատրեմ։ Օրինակ, բոլորդ մի մարդկանց ասեք, մեկ թուղթը վերցրեք, դուք ոնց որ ասեք, մեկը վերցրեք, դրեք ծրարի մեջ, բերեք, գցեք ստետես, չի կարելի բոլոր հանձնաժողովի գոյություն ունի կարգ։ Ասում եք այնտեղ նշված քվեարկության ձևը, նայում եք, գնում եք քվեարկում եք, չեք կարողանում քվեարկել։ Մարդը հայտարարում է, որ չի կարողանում քվեարկել, չի կարողանում խնդիր ունի, տեսողության խնդիր ունի, առողջության խնդիր ունի, իմացության խնդիր ունի, եթե հասկանալի չէ, պատշաճ կերպով ծանուցված չէ ընտրության կարգի մասին, բերում ենք մի մարդ, ով հանձնաժողովի անդամ չէ, ով վստահված անձ չէ, ով դիտորդ չէ, որևէ կապ չունի այս տեղամասի ընտրության հետ, մտնում է, գրանցվում է հանձնաժողովի նախագահի քարտուղարի մոտ, գնում է, մտնում է տեսախցիկ, այնքան տեսախցիկ եմ, քվեախցիկ եւ օգնում է տվյալ քաղաքացուն, որպեսզի կատարի իր ընտրությունը։ Այդ ամեն ինչը ես լինելով վստահված անձ առավոտվանից բացատրում էի ամբողջ հանձնաժողովի կազմին, հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ։ Եվ այսօր լրատվականների առաջնորդ փորձում եմ ասել, ով է ձեզ ասել դա, ոնց պիտի ասում, այդպես չի եղել։ Դե հիմա մի քիչ էժան է ստացվել այդ ամեն ինչը, կադրերում էլ է էժան, բայց եղելությունը այդպես է եղել։ Եղել է դեպք, որ քաղաքացիական պայմանագրի վստահված անձիկից մեկը այստեղ ներսում կանգնած է եղել, այն մեկը առանց կաշկանդվածության, առանց մտածելու բեյջը կախած, որ ինքը ԿՊ-ական վստահված անձ է կանգնած աստիճանների վրա, մարդկանց ուղղորդում է, ցուցակներում բաներ է ցույց տալի, ուղիղ ուղարկում է տեղամաս։ Դե դա այդպես չի լինում։ Իհարկե ես դրա մասին արդեն տեղեկացրել եմ իմ հետևորդներին, հանրությանը, նկարել եմ եւ տեղադրել եմ իմ Facebook-յան էջում։ Ոստիկանությանը տեղյակ եմ պահել, իմ բարի կամքի դրսևորումն եմ ցուցաբերել հանձնաժողովի նախագահի նկատմամբ, որովհետև ես ամեն դեպքում հյուր եմ այս քաղաքում եւ իրենց ասել եմ, ես իմ բարի կամքի դրսևորումն եմ ձեր առջև ցույց տալիս եւ բանավոր եմ ձեզ զգուշացնում, որ այլևս խցիկները մարդիկ չլծվեն։ Դրանք այնպես չի, ընտրակեղծարարություն չէր կամ լուրջ բան չէր, որ ես դնեի պատմություն սարքեի, ասեի տարածք եք փակում, իմ պարագայում կարող էր լինել, էլի նման բաներ, որ ընտրություն դադարեցնեի, ամեն դեպքում ասել եմ, որ ես ձեզ բանավոր եմ տեղյակ պահում։ Ողջույն ձեզ ինչպես ներկայացնենք Տաթևիկ։
Ես տեղեկացնեմ, որ մենք այս պահին գտնվում ենք թիվ 31 կոտորակ 70 ընտրատեղամասում։ Ահազանգերկանայս ընտրատեղամասի հետ կապված, որ բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունենում, մի մասը արդեն Տաթևիկ Վիրաբյանը ներկայացրեց։